Օբյեկտիվ պատճառներով հազարավոր քաղաքացիներ չեն հասցնի 2024 թվականի եկամուտների հայտարարագիրը ներկայացնել օրենքով սահմանված ժամկետում մինչև մայիսի 1-ը։ Ուստի խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել վերջնաժամկետը մինչև նոյեմբերի 1 հետաձգելու օրինագիծը։ Մարդիկ նույնականացման քարտեր չեն կարողացել ստանալ, հազար մի ուրիշ հանգամանքներ կան եւ ինչու նոյեմբերի 1, որովհետեւ ըստ մեր կառավարության գործընկերների հետ ունեցած քննարկումների նոյեմբերի 1-ի դրությամբ մենք նախ նույնականացման քարտերի հետ կապված խնդիրը լուծած կլինենք եւ բացի այդ պետք գործընկերների հետ կա պայմանավորվածություն, որ մինչեւ իրենք այդ նոր վերջնաժամկետը արդեն կներկայացնեն ավելի հարմար հավելված, որով մեր քաղաքացիները ավելի հեշտ կկարողանան հայտարարագրերը լրացնել։ Առաջարկվում է նոյեմբերի 1-ը վերջնաժամկետ սահմանել այս եւ հաջորդ տարվա համար։ Դրանից հետո վերջնաժամկետը կլինի հուլիսի 1-ը, իսկ ժամկետի սկիզբ կսահմանվի մարտի 2-ը։ Դրանից շուտ համակարգը հայտարարագիր չի ընդունի։ Ընդդիմադիրներին հետաքրքրում էր, թե այս պահի դրությամբ քանի մարդ է հայտարարագիր ներկայացրել։ Մոտավորապես 35,000 հոգի է այս պայծությամբ հայտարարագիր լրացնել, մոտ 35,000 հոգի։ Ճիշտ եք ասում, այդ թիվը հայտարարագրման պարտավորություն ունեցող մարդկանց փոքր տոկոսն է, հիմա պատճառն եք ուզում իմանալ։ Պատճառ համար 1, որ մարդկանց մի զգալի մասը նույնականացման քարտ չի կարողանում ձեռք բերել, չունի, պատճառ համար 2, ունեցողների մի զգալի մասը արդեն մի քանի ամիս գիտի, որ հայտարարագրման ժամկետը տեղափոխվելու է նոյեմբերի 1, այսինքն մարդիկ գիտեն դեռևս ժամանակ ունեն, եւ պատճառ համար 3, որ մեր ընդդիմադիր որոշ շրջանակներ հայտարարագրման համակարգը այնքան են դեմոդիզացրել, այնքան ապատեղեկատվություն են տարածել, որ այս ընթացքում նաեւ մարդկանց հետ բավականին մեծ ծավալի աշխատանք է կատարել, որ մարդիկ հասկանան հայտարարագիրը ինչի համար են լրացնում եւ ինչպես պետք է լրացնել։ Իսկ նախագծում արդյոք կա կարգավորում տարեց քաղաքացիների համար, որոնք թոշակից բացի այլ եկամուտ չունեն, հետաքրքրվում է падգամավոր Արսեն Թորոսյանը։ Միջազգային փորձը հուշում է, որ շատ երկրներում այս խումբն ընդհանրապես հայտարարագիր չի ներկայացնում։ Իրենք հայտարարագիրը կարող են մուտք էլ չգործել, չլրացնել, այսինքն ինքնաշխատ պետությունը տեսնելով այդ ամեն ինչը կլրացնի եւ որոշ ժամանակ անց դա կհամարվի արդեն լրացված եւ հանձնված։ Այսինքն, եթե մարդը միևնույնն է, որևէ այլ բան չունի լրացնելու, պետության համար էլ ֆիսկալ առումով դա որևէ հետաքրքրություն չի ներկայացնում։ Պարզապես ելնելով նրանից, որ մի քիչ տեխնիկական լրացուցիչ քննարկելու բաներ կար, այս փուլում չարեցինք, բայց անպայման առաջիկա ամիսների ընթացքում այդ լուծմամբ հանդես են գալ։ Արդեն իսկ հայտարարագիր ներկայացրած 35,000 քաղաքացիներից 15,000-ը սոցիալական ծախսի փոխհատուցում են ստացել։ Ֆինանսների փոխնախարարն այսպես հակադարձում է պնդմանը, թե միայն սոցվճար ստացող քաղաքացիներն են ներկայացնում, տրվելով գումար վերադարձնելու գայթակղությանը։ Հայաստան խմբակցությունից Արթուր Խաչատրյանը կասկածում է, որ մարդիկ արդար կլրացնեն իրենց եկամուտները։ Լրացնում ես դեկլարացիան, չէ, ես լրացնում եմ։ Ինքս հայտարարագիրը ոչ մի բան չեմ լրացրել։ Սոցապը գրում ես, ինքը բերում է աշխատավարձ, ինքը բերում է բանկային ավանդից ստացած տոկոս, այլ եկամուտ չկա։ Եթե մեկը ունենար, ինչա, կարծում եք պետք է այդ հայտարարագրով կար խոստովանել։ Կարծում եք, որ ես սրանով պետք է գրեմ, ասեմ, գիտես, ես հանրային հանցագործություն եմ արել, սա էլ ինքնախոստովանության թուղթ է։ Իմ համար իրոք զարմանալի էր, որ ձեր հայտարարագրի մեջ բանկային ավանդի տոկոսը ավտոմատ ինքնաշխատ լրացվել է, որտեղ մենք ՊԵԿ-ի նախագահի հետ այդ թեմայով ահագին քննարկում ունեցել ենք ու ուրեմն ստացվում է ձեր հայտարարագրի համար հատուկ մի հատ առանձին տեխնիկական հնարավորություններ են սահմանվել։ Իրականում այդ գործիքը իրանք հիմա մշակում են ու պիտի դնեն ու պիտի մարդը այ որովհետև եթե պետական եկամուտների կոմիտեն առանց քաղաքացու իմացության մարդու ավանդից ստացված տոկոսը ինքնաշխատ լրացներ, կնշանակի, որ ՊԵԿ-ը այդ մարդու բանկային ավանդին հասանելիություն ունի, ինչը չի կարող տեղի ունենալ։ Խաչատրյանին հակադարձում է նաև ազգային ժողովի փոխնախագահը, մանրամասնում նախկին կոռուպցիոներներից շատերը կրպակ կամ տուն ունեն վարձով տված, որի համար հարկ չեն վճարում։ Հիմա այդ ամեն ինչը, որ սկսեց հանկարծ հայտարարագրվել, եւ դուք ասում եք, որ չեն հայտարարագրի, բա որ չեն հայտարարագրի հետո այդ եկամուտները ոնց են ծախսելու։ Մեկի եկամուտնա չէ, դա դառնալու, հետո այն մեկը հայտարարագրելու է, չէ, հետո երևալու է, չէ, որ այդ փողը որտեղից է եկել ծագում, հետո գնալու են հարց են տալու, ասել են եղբայր, բա այս փողը որ այսքան ծախսում ես, բա որտեղից։
Քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղարը հանրությանը հիշեցնում է, հայտարարագրում է որևէ մեկին հարկելու եւ որևէ բեռ ավելացնելու մասին չէ։ Ընդդիմությունն ըստ էության դուք արդեն պետքա սովորած լինեք, որ ապապետականության մաստեր կլասներ կարանի, ասենք ասի թե ինչ պետք է անել, որպեսզի պետություն չունենալ։ Ասենք եկեք պայքարենք սահմանազատման դեմ, եկեք պայքարենք հարկային պարտավորությունները կատարելու դեմ, եկեք պայքարենք խաղաղության դեմ, եկեք պայքարենք թանկարժեք ունեցվածքի գույքահարկի վճարի դեմ։ Հիմա էլ եկել են ասում են եկեք պայքարենք հայտարարագրման դեմ։ Հայտարարագրում, որը ըստ էության բազային ռեֆորմա մեզ համար, սիրելի հայրենակիցներ, որովհետև մենք դեռ սրա վրա բազմաթիվ այլ ռեֆորմներ ենք պատրաստում իրականացնել, որի անկյունակարային հատվածը այն է, որ մենք ցանկանում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին դառնա թվային մարդ, որպեսզի հեշտ կարողանա ապրել։ Հայաստան խմբակցությունից Ագնեսա Խամոյանը նշում է, որ արդեն մի քանի ամիս է չի կարողանում իրավասու պաշտոնյաներից ճշտել։ Քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածը, ըստ որի հայտարարագիր չներկայացնելու դեպքում ազատազրկում է սպառնում, վերաբերում է ֆիզիկական անձանց, թե ոչ։ Որ օրը որևէ ֆիզիկական անձ հայտարարագիր լրացնող 444-րդ հոդվածով ազատազրկման կընթարկվի կամ կդատապարտվի, ես պատրաստ եմ այս ամբիոնից, եթե դեռ падգամով լինեմ, կամ եթե չլինեմ ուրիշ ամբիոնից, ձեզնից հրապարակային ներողություն խնդրել։ Բայց եթե նման բան չլինի, նույնը ակնկալում եմ ձեր կողմից։ Ճշտել եմ իրավաբանների հետ, 444 հոդվածը վերաբերվում է պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով վերաբերող հայտարարագրերին, ֆիզիկական անձանց դա չի վերաբերվում, այսինքն հայտարարագիրը չլրացնելու դեպքում դա չի ենթադրում ազատազրկում։ Իհարկե սա չի նշանակում, որ մեր քաղաքացիները պիտի սա իմանալով հայտարարագիր լրացնելուց խուսափեն։ Օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ, երկրորդ ընթերցման հարցը կքննարկվի 24 ժամյա ռեժիմով։ Նուշեղ Իսախանյան, լուրեր։